Բարի երեկո սիրելի բարեկամներ, ուղիղ եթերում է Postscriptum հաղորդաշարը։ Այսօր երբ Հայաստանում, ինչպես նաև ԱՊՀ գրեթե ողջ տարածքում համակարգիչները եւ լուրջ ծրագրերը գնվում են արտասահմանից, դժվար է պատկերացնել, որ ժամանակին կոմպյուտերները արտադրվում էին մեր երկրում, մեր քաղաքում։ Ճիշտ է, նրանք այդ ժամանակ կոչվում են էլեկտրոն հաշվիչ մեքենաներ եւ զբաղեցնում էին մի ամբողջ պահարանի տարածք եւ կար Երևանի մաթեմատիկական ինստիտուտի հետազոտական ինստիտուտը, որից ի դեպ դուրս են եկել 88 թվականին մեր շատ հեղափոխականներ։ Այդ ինստիտուտը 63-78 թվականներին ղեկավարում էր Ֆադեյ Սարգսյանը, այժմ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ազգային ժողովի պատգամավոր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ֆադեյ Սարգսյան ծնվել է 1923 թվականին Երևանում, 1946 թվականին ավարտել է Լենինգրադի Բուդիոնո անվան շքանակագիր ռազմական ակադեմիան, 1977 թվականին ընտրվել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, 1977-ից 89 թվականներին եղել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահը, 1993 թվականից Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահն է, 1995 թվականին ընտրվել է ազգային ժողովի պատգամավոր, 1998 թվականին Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։ Ամերիկյան կենսագրության ինստիտուտը Ֆադեյ Սարգսյանին շնորհել է դարի մարդ կոչումը։ Պարոն Սարգսյան, շատ շնորհակալ եմ, որ դուք ժամանակ գտաք AMEC+ գալու եւ այսօր մասնակցելու Postscriptum հաղորդմանը։ Ես ուզում եմ սկսել հենց նրանից, ինչից սկսեցի, երբ որ պահին Խորհրդային Միությունը Հայաստանը իր կոմպյուտերային տեխնիկայով կանգնեց եւ գրեթե ընդմիշտ երևի հետ մնաց Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Ես չի ասել, որ կանգնեց, որովհետեւ այժմ էլ զբաղվում է, որովհետեւ այն մեքենաները, որոնք ստեղծվել են ինստիտուտում, դեռևս գոյություն ունեն, աշխատում են եւ դեռևս երկար տարիներ կաշխատեն, որովհետեւ դուք գիտեք, որ պաշտպանության նպատակներով ստեղծում են հատուկ մեքենաներ, որոնք ունեն հատուկ սարքավորումներ եւ դժվար թե այդ մեքենաները փոխարինվեն ինչ-որ այլ տիպի մեքենաներով։ Բայց իհարկե այդ կետը, որտեղ տեղադրված են նրանք, հագնում են նաեւ արտասահմանյան մեքենաներով։ Բայց այնպես պետք է լինի, որ պիտի ապահովվի դրանց հուսալիությունը։ Հուսալիությունը մեկ կողմից ամենակարևոր, ամենապատասխանատու տեղերում մեր մեքենաներն են ապահովում։ Մեր, այսինքն Հայաստանում ստեղծված մեքենաներ, այո, իրենց մաթեմատիկական սպասարկումով, իսկ որոշ ոչ այդպիսի պատասխանատու տեղերում օգտագործում են եւ արտասահմանյան մեքենաներ։ Բայց կյանքում, այսպես ասած, կենցաղում, հեռուստատեսությունում, օֆիսներում եւ ամենտեղ մենք չենք հանդիպի Հայաստանում կամ Խորհրդային Միությունում ստեղծված կամ Ռուսաստանում ստեղծված մեքենա։ Ինչու, ինչն է պատճառը։ Ես կարծում եմ, որ դեռևս երկար ժամանակ մենք չենք հանդիպի, դրա պատճառը շատ խորն է։ Նույն ասկսեմ նրանից, որ գիտությունը դա շատ մեծ գանձ է, բայց այդ գանձը շատ թանկարժեք է, եւ որպես այդ գանձը ստեղծվի, դարեր են պետք, եւ այդ դարեր անցել են, ստեղծվել է գիտություն, գիտության արդյունքը եղել է այն տեխնիկան, որը ստեղծվել է, բայց գիտությունը չի կարող այդպես սոսկ զարգանալ միայն մեկ ուղղությամբ, նա պետք է զարգանա համընդհանուր, դա կախված է եւ ընդհանուր կուլտուրայի հետ, ընդհանուր տեխնոլոգիաների հետ եւ հենց դա է պատճառը, որ հաշվի տեխնիկայի ստեղծումը եւ արտադրության շարունակումը կանգ առավ այն ժամանակ, երբ արդեն հարկավոր անցնել բոլորովին նոր տեխնոլոգիաների։ Որ թվերն են մոտավորապես դրա։ Ես կասեի դա 80-ական թվականներին էր։ Այդ քայլը մենք չարեցինք, այսինքն Խորհրդային Միությունը չարեց։ Գիտեք ինչ, այդ քայլը անելու համար մեծ ներդրումներ էին պետք եւ ոչ միայն հաշվի տեխնիկայի մեջ։ Չէ՞ որ հաշվի տեխնիկան դա օգտագործում են նաեւ ուրիշ տեխնոլոգիաներ, ամեն տեսակի միկրոսկոպներ, չիպեր եւ այլն, որոնք պետք է ստեղծվեին եւ դրա համար անհրաժեշտ էր մեծ կապիտալ ներդրումներ։ Այդ կապիտալ ներդրումները չարվեցին եւ չապահովեց դրանց ստեղծումը։ Բայց դրանից ես ասեմ, որ դա եւ ընդհանուր կուլտուրայի հետ է կապված։ Օրինակ ես կարող եմ ասել, երբ մենք մեր ինստիտուտը ստեղծում ենք, շատերը զարմանում էին, թե ինչու ենք
այդպես գուցե եւ մի քիչ ավելի շքեղ ստեղծում կան ոմանք հատում են, բայց այժմ եթե դուք ծանոթանաք, ասենք շատ արտասահմանյան ֆիրմաների հետ, որոնք ստեղծում են հաշվի տեխնիկա, կտեսնեք, որ այնտեղ շքեղությունը մի քանի պատիկ անգամ ավելի է, քան մեր մոտ։ Եվ դա իրար հետ շահկապված են։ Չի կարելի ստեղծել այնպիսի արտադրություն, որը ժամանակակից հաշվի տեխնիկա տա, որը չի ապահովված ամենաբարձր կուլտուրայով, ամենաբարձր մաքրությամբ եւ ես կասեի գեղեցկությամբ ընդունում։ Դուք հետևում եք ժամանակակից տեխնիկայի զարգացման, այսինքն նոր ծրագրերին, Windows եւ այլն, Bill Gates-ի հետ հայտնագործություններին, որոնք շուռ տվեցին աշխարհը։ Իհարկե։ Մենք կարող ենք ծնել Bill Gates-ի նման հանճար։ Գիտեք ինչ, այստեղ միայն մի հանճարով ես նորից եմ կրկնում, դա չի կարելի անել։ Ես ասացի, որ գիտությունը դա շատ մեծ գանձ է եւ դարերի ընթացքում մեծ ներդրումներ է պահանջում, բայց դա կործանելը շատ հեշտ է։ Իհարկե ես չեմ ասում, որ կործանելը ընդմիշտ, ես համոզված եմ, որ հայ ժողովուրդը նորից կվերադառնա դրան։ Մենք այժմ պահպանում ենք այն ինչ որ ստեղծել ենք, պահպանում ենք։ Բայց դա մի մարդ չի ստեղծում եւ մի հիմնարկ չի կարող ստեղծել։ Օրինակ ես չեմ կարող ասել, որ եթե մեր ինստիտուտը կներեք ես մեր եմ ասում, որովհետեւ 18 տարի այդ ինստիտուտում աշխատել եմ, ես չէի ասի, որ նա կարող է, ասենք, այժմ հաշվի տեխնիկայի ասպարեզում մրցակցել այնպիսի ֆիրմաների հետ, ինչպես ասենք IBM-ն, Macintosh-ն եւ այլն։ Եվ դա կապված չէ նրանից, որ ինստիտուտում կան մարդիկ, որոնք չեն կարող այդ գործը բարձրացնել։ Ընդհակառակը, ես կասեի, որ մեր գիտնականները բավականին բարձր մակարդակի են եւ նրանք օգտվում են մեծ հարգանքով արտասահմանում նույնպես աշխատում են թե ամերիկյան, ճապոնական եւ մյուս պետությունների գիտնականների հետ եւ իրենց մակարդակով չեն զիջում։ Բայց նորից եմ կրկնում, որ դրա համար հարկավոր է այդպես կոմպլեքսային մոտեցում։ Չի կարելի միայն մի ուղղությամբ գնալ։ Դες չի մտահոգում, որ մեր լուրջ կոմպյուտերշիկները, որոնք այստեղ կրթություն են ստացել, նրանք միշտ գրեթե բոլորը գնացել են արտասահման եւ այնտեղ են ապրում, այնտեղ են բնակվում, այդ երկիրն են շենացնում։ Ես չգիտեմ, որ դրանց ձեր տեղեկությունները եւ դրա հետ բոլորին համաձայն չեմ եւ այդպես չի։ Օրինակ, ես աշխատողներին, այդ գիտնականներին լավ գիտեմ բոլորին, ովքեր է գնացել։ Մի քանի հոգի դա միայն առանձին մարդկանց մասին կարելի է խոսել։ Միայն առանձին մարդկանց մասին կարելի է խոսել։ Մնացածը մնացել են, աշխատում են։ Շատ բարի։ Մենք լսենք մեր հեռուստադիտողների հարցերը 58 54 27 մեր հեռախոսահամարով դուք կարող եք պարոն Սարգսյանին հարցեր տալ, խնդրեմ։ Շողիկ Հակոբյանը հարցնում է, արդյոք մեր նախագահի կողմից առաջարկվել է հայ գիտնականներին որևէ ծրագիր մշակել Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Շնորհակալություն։ Մենք 3 անգամ պատասխանեմ։ Այո, խնդրեմ։ 3 անգամ մենք ներկայացրել ենք գիտության զարգացման ծրագիր։ Ակադեմիան ներկայացրել է 3 անգամ։ Եվ կառավարությանը, եւ համապատասխան նախարարներին, դժբախտաբար մենք դեռևս դիտողություններ չենք ստացել եւ դրա համար չենք վերամշակել։ Գիտեք, հարցը մի քիչ այլ էր, բայց դա էլ է իհարկե շատ կարևոր։ Խոսքը Հայաստանի տնտեսության զարգացման ուղիների մասին է։ Հիմա ասվում է, որ այն ինչ որ արվում է սեփականաշնորհում եւ այլն, սխալ է։ Մեր գիտնականները, տնտեսագետները այդպիսի պատվեր ստացել են մեր կառավարությունից, որ դրանք օգնեն այդ ուղիները որոնելու։ Չէ, ես այդպես հասկացա։ Ես հասկացա գիտության եւ արտադրության կապը։ Դրանք անշուշտ իրար հետ կապված են։ Իհարկե գիտությունը ոչ միայն այդպիսի կիրառական բնույթի աշխատանքներ է կատարում, այլ նաև կատարում է հեռանկարային, այլ կերպ ես սրաշ որպես շարունակություն կպատասխանեմ ձեր առաջի հարցին։ Խնդրեմ։ Երբ դուք ասում եք կարող է, ասենք մենք ժամանակի ընթացքում հասնենք ինչ-որ հաշվի տեխնիկայի նոր ստեղծման, ես կարծում եմ կարելի է։ Դրա համար հարկավոր է հեռանկարային աշխատանքներ անել եւ գտնել արդեն նոր ուղղություն։ Օրինակ, երբ մենք ստեղծում ենք նայերի մեքենաները, դա նոր ուղղություն էր, որը թեթևացրեց այդ մեքենաների վրա աշխատելը։ Դուք տեսել եք, որ անգամ հումանիտար կրթություն ունեցող գիտնականներն աշխատում են մեքենաների այդպիսի հաշվի տեխնիկայի վրա։ Հիմա պետք է
ինչ որ նոր բան ստեղծենք։ Մենք այն ժամանակ վերցեցինք որպես մեզ համար առաջնորդող մարդու կառուցվածքը, այժմ գուցե մենք մի ուրիշ այդպիսի նյութեր գտնենք, մեթոդներ գտնենք եւ դրա հիման վրա կատարենք։ Ինչ վերաբերվում է այդ հարցին, որը տրվեց, մեզ սեփականաշնորհման վերաբերյալ այդպիսի հարցողված չի եղել, բայց մեր ծրագրերում, որի մասին ես ասացի, այնտեղ նշված էր ոչ միայն գիտության զարգացման մասին, այլ նշված էր, թե գիտությունը ինչպես պետք է զարգանա, որպեսզի օգնի մեր ժողովրդական տնտեսությանը ներկա պայմաններում։ Ու դες համար երևի գաղտնիք չի, որ ինստիտուտը 90%-ով աշխատում էր պաշտպանական արդյունաբերության համար։ Ձեր ինստիտուտը։ Այո, մեր ինստիտուտը 90%-ով աշխատում էր այդպես։ Այժմ երբ մենք անցնում ենք արդեն մեր ժողովրդական տնտեսության բարձրացման հիմնահարցերին, մենք պետք է իհարկե նոր ինչ-որ բաներ ստեղծենք, նոր առաջարկություններ տանք, որը հնարավորություն կտա օգտագործել դեռ մեր հնարավորությունները։ Համաձայն եք, որ նյութական ռեսուրսներ չլինելու պատճառով մեր ակադեմիայի ընդհանուր տարիքը շատ բարձր է, երիտասարդները չեն գնում ակադեմիա, որտեղ մանավանդ տղամարդիկ, որովհետև շատ ցածր է աշխատավարձը, երբ ցույց է տալիս ակադեմիայի ընդհանուր ժողովը հեռուստացույցով, դուք կներեք այնտեղ ամենաերիտասարդներից մեկն եք։ Դուք հարցրեցիք, թե պատասխանեցիք։ Համաձայն եք, թե ոչ։ Ես ասեմ ձեզ հետևյալը։ Իհարկե, քանի տարի գնա, եթե այսպես շարունակվի, այդքան տարի կծերանա ակադեմիան։ Եվ դա ոչ միայն ակադեմիան, ամբողջ գիտությունն է։ Ակադեմիա ասելով մի քիչ եկեք լայն նայենք։ Ակադեմիա ես չեմ հասկանում միայն այն, ինչ որ ասենք թե գտնում է գիտությունների ազգային ակադեմիայում։ Ակադեմիա ասելով ես հասկանում եմ մարդկանց, որոնք եւ մեր բարձրագույն ուսումնական հաստատություններում են աշխատում եւ տնտեսության մեջ են աշխատում, չէ՞ որ մեր ակադեմիկոսների կեսը աշխատում են դրսում։ Բայց բանն այն է, որ իսկապես դուք ճիշտ պատասխանեցիք արդեն այդ արդեն, որ դեպի գիտություն ձգտումը պակասել է, որովհետեւ մենք չենք կարողանում ֆինանսապես ապահովել այդ մարդկանց եւ երիտասարդները չեն գալիս։ Մենք հիմա ստեղծել ենք ինչ որ բաներ, փորձում ենք ավելի շուտ ստեղծել, ասենք երիտասարդները խորհուրդ ենք ստեղծել, այդ խորհուրդը աշխատում է, մենք աշխատում ենք ինչ որ բրցանակներ շնորհել, ինչ որ բաներ անել, քայլեր անել, որպեսզի պահպանենք, բայց դա իհարկե քիչ է։ Անհրաժեշտ է, որպեսզի սա դառնա մեր կառավարության հոգալու ամենակարևոր կետերից մեկը։ Այժմ չի դարձել։ Առայժմ չի դարձել։ Վազգետ Աչազի, ճիշտ չի լինի, ասենք, ինստիտուտում աշխատում է 100 հոգի։ Այդ 100 թոշակառուների փոխարեն թող աշխատի 10 հոգի երիտասարդ գործունյա եւ ստանա բարձր աշխատավարձ։ Իսկ այն 99-ին ինչ անենք։ Թոշակի ուղարկել։ Թոշակի։ Դե հիմա եթե աշխատավարձը այդ 90-ը նախ աշխատում են։ Աշխատում են եւ թոշակ են ստանում, այո։ Աշխատում են։ Եթե մենք այդ 90-ը չաշխատացնենք, մենք կկորցնենք աշխատանքի մի մասը։ Բայց եթե մենք նրանց ուղարկենք թոշակի, համարյա նույն ծախսն է, որովհետեւ այժմ գիտնականների աշխատավարձը թոշակի մոտ է։ Բայց նրանք ինչ որ բան տալիս են, եւ նրանք սովորացնում են երիտասարդներին։ Ես այդպես չէի գնա։ Ես կգնայի այլ կերպ բոլորովին։ Ես կընդունեի երիտասարդների եւ այդ հասակավորները իրենց գիտությունը, իրենց գիտական ունակությունները կհաղորդեն երիտասարդներին։ Երիտասարդները չեն ընդունվի, փող չեն տալիս։ Դե դրա համար ես ասում եմ, որ դա պետական շատ մեծ կարևորություն ունեցող հարց է։ Գիտեք ինչ, մենք կարող ենք միառժամանակ այսպես յոլա գնալ, ինչպես ասում են։ Կարող ենք պահպանել։ Ասենք մեր գիտնականները գնում են արտասահման, հետաքրքիրն այն է, որ գիտնականների մեր ուրախությամբ հրավիրում են արտասահման։ Այժմ մոտ 150-200 մարդ գտնվում է արտասահմանում։ Դասախոսություններ են կարդում, աշխատանքներ են անում, այնտեղից են գալիս մեզ մոտ, բայց մինիմալ ծախսերով։ Նրանք վճարում են, ասենք մեր կոլեկտիվը 5000 մարդ է, 200 մարդ կամ գնում են, կամ նրանց մոտից են գալիս եւ վճարում են մերոնց։ Դա իհարկե քիչ է։ Մենք փորձենք պատասխանել նաեւ մեր հեռուստադիտողների հարցերին, խնդրեմ։ Ինչու են լռում հայ գիտնական դասախոսները, երբ նրանց փոխարինելու են գալիս ամերիկյան, ֆրանսիական եւ ասիական համալսարաններ, եւ արդյոք դա ծուղակ չէ, որպեսզի երիտասարդ եւ խելացի կոնտինգենտի արտահոսք կատարվի Հայաստանից դեպի արտերկրներ։ Շնորհակալություն։
Ես հասկանալի եւ ես այդ լրիվ համաձայն եմ։ Ես կարծում եմ, որ շատ գիտնականների, որոնք արտասահմանից գալիս են այստեղ դասախոսություններ կարդալու, կարող են փոխարինել մեր գիտնականները։ Դուք շատ ճիշտ եք։ Ամերիկյան համալսարանը ծուղակ չէ, որ մեր երիտասարդներին պատրաստ են հետո ուղարկեն։ Ես չէի ուզում այդ հարցին պատասխանել։ Ես այդ մասին ունեմ իմ հատուկ կարծիքը, որը գուցեև չի համընկնում Ինչպես ամերիկացիները կասեին no comments։ Այո։ Շատ բարի։ Ես խնդրեմ, որպեսզի հանկարծակի մեկնումեկի մոտ կասկածում եմ, ես կասեի հետևյալը։ Եթե այդ գումարները տային մեր համալսարանին կամ մեր համալսարաններին, ես չեմ կարծում, որ նրանք չկարողանային այդ աշխատանք անել եւ համոզված եմ, որ ավելի բարձր մակարդակի կանեին։ Հասկանալի է։ Ակադեմիկոսների եւ թղթակից անդամների այս բաժանումը, ուրեմն ծրագիր կար միացնելու, անջատելու, խնդրեմ։ Ուրեմն ժամանակին ստեղծվել էր այնպիսի դրություն, երբ ասենք բաժանմունքը, որը ընտրում էր ակադեմիկոսներին, դա միայն ակադեմիկոսներն էին ընտրում, փոքր էր։ Եվ այսա գործում էր արդեն ուրիշ ավելի այդպիսի ոչ տնավարություններ, որը առումով եւ մի ժամանակ հարկավոր էր, որպեսզի մենք ավելի լայնացնեինք այդ ընտրությունների հնարավորությունները։ Մենք գնացինք այդ բանին, բայց այժմ միաձայն մեր ակադեմիան իրեն ժողովում որոշել է նորից վերականգնել թղթակից անդամների դպրոցը, որովհետև թղթակից անդամներն էլ արդեն իրենց հասակով այնքան բարձրացան, որ հասան ակադեմիկոսներին։ Շատ չի տրանս տարբերություն, 1-2 տարվա է տարբերությունը։ Իսկ այժմ մենք շատ վախենում ենք, եւ ես համոզված եմ այդպես է կլինի, որ եթե մենք թողնենք մեկ աստիճան միայն ակադեմիկոսներ, որը իմիջիալոց ոչ մի տեղ չի արվում, մենք այդ դեպքում կարող է եւ երիտասարդներ չընդգրկենք։ Բայց որ թղթակից անդամներ պետք է ընտրենք, նրանք իրենց աշխատանքի ընթացքում ցույց կտան, որ նրանք արժանի են դառնալ ակադեմիկոս, կդառնան ակադեմիկոս։ Տարիքի համար է տրվում թղթակից անդամ մի ոչ միայն տարիքի համար, նրա համար, որպեսզի նա թղթակից անդամից միջև անդամ դառնալը նա կարողանա ինչ-որ աշխատանքով ցույց տա իրեն գիտնական լինելը եւ իսկական գիտնական լինելը։ Որքան են ստանում մեր ակադեմիկոսները եւ որքան թղթակից անդամները։ Այժմ թղթակից անդամ մենք չունենք։ Կստանան։ Ախիշքան կստանան։ Սովորաբար կես դրույթ տրվում է թղթակից անդամին լրիվ ակադեմիկոսին։ Ակադեմիկոս հիմա $50 է ստանում, թե $100։ Դե արդեն $50, բայց դա չկա։ Հիմա որտեղ դե փոխվել է տարբերությունը։ Հասկանալի է։ Լսենք մեր հերոստատողներին, խնդրեմ։ Ղեկավարելու համար որ տարիներին էին ձեզ համար ավելի լավ, կոմունիստներինը թե այժմյան այսպես կոչված դեմոկրատների ժամանակահարցն է Ռաֆիկ Տիգրանյանը։ Եվ երկրորդ հարցը, ինչու ակադեմիա ինստիտուտները 4 ամիս աշխատավարձ չեն ստանում, հարցնում է Հակոբյանը։ Շնորհակալություն։ Ես առաջի հարցը Որ ժամանակն էր ձեզ ավելի հարմար կոմունիստներինը, թե ներկա ժամանակը։ Ինչ առումով։ Ղեկավարելու, ասենք դուք այն ժամանակ վարչապետ եք, այսօր նույնպես բարձր պաշտոն եք ղեկավարում, ստանձնում։ Ինձ համար ճիշտ ասած անհասկանալի է հարցը։ Հիմա դե ավելի հեշտ աշխատել իհարկե, որովհետև մենք ինքնուրույն ենք, ոչ մի ճնշում չկա մեր վրա, կարող ենք մենք անկախ աշխատել, այնպես որ դժվար ասել։ Ինքնուրույն եք, բայց աղքատ։ Այն ժամանակ ինքնուրույն չէիք, բայց հարուստ։ Չէ, գիտեք ինչ, այն ժամանակ մենք այն ինչ որ արտադրում էինք, կարողանում ենք իրացնել։ Հիմա էլ եթե ես համոզված եմ, եթե մեր որոշ շատ ջանքեր գործադրողների միջոցով մենք չվերացնեինք այնպիսի օբյեկտներ, ինչպիսիք ասենք Ալավերդինը կամ ասենք Նայիրիտը չի վերացել, բայց չի աշխատում եւ այլն, եւ նրանք գտնեին իրենց իրացում այդ արտադրանքի։ Եթե չլիներ այս ավերիչ երկրաշարժը, եւ որ ամենածանրն է չլիներ բլոկադան, որ իսկապես կա շրջապակումը, որ իսկապես կա, մենք ըստ երևույթին ված չէինք ապրի, ըստ երևույթին, բայց դժբախտաբար այս 3 դժբախտությունը միանգամից եկավ մեր գլխին։ Եվ տարածքից պետք է դուրս գալ։ Սա առաջի հարցը։ Երկրորդ ասում աշխատավարձ չեն ստանում 4 ամիս։ Ուրեմն 4 չէ, մենք չենք տվել աշխատավարձ օգոստոս, սեպտեմբեր, ու կարելի ասել հոկտեմբեր, որովհետև արդեն հոկտեմբերի ավանսն էլ պետք է տայենք։ Այժմ օգոստոս եւ սեպտեմբեր ամիսների
աշխատավարձը մի մաս 2/3-ով տրված է, խոստանում եմ մոտակա 2 օրում երրորդն էլ տալ։ Իհարկե սա անթույլատրելի բան է, որովհետև գիտեք, որ միջին աշխատավարձը մեր ակադեմիայում, ասեմ դոլարով 10-12 դոլար է, միջին աշխատավարձը, այնպես որ մարդիկ չունեն Դա ձեզանից որքան հասկանում եմ կախված չէ, ֆինանսների նախարարությունը ձեզ չի փոխանցում, որ դուք ժողովրդին տակ, այդպես է։ Իհարկե այդպես է։ Իհարկե։ Էկոնոմիա են անում, այսպես ասած, ձեր վրա։ Չէ, էկոնոմիա չի, ուղղակի երևի չունեն։ Շատ բարի։ Ես տհաճ հարց կարելի է Խնդրեմ, իհարկե։ Գիտեք ինչ են ձեր մասին խոսում ձեր չկամեցողները։ Գեներալ առանց բանակի, ակադեմիկոս առանց դոկտորական թեզի։ Ինչ կպատասխանեիք։ Ես կպատասխանեի, որ այդ ասողը հիմար է։ Գուցե կոպիտ է, բայց իսկականից այդպես է, որովհետև ես եղել եմ եւ շարքային, եւ բոլոր աստիճաններով անցել եմ, իհարկե 2 անգամ ժամանակի շուտ եմ ստացել հատուկ ծառայությունների համար, զինվորական ծառայությունների համար, բայց զինվորականները միայն նրանք չեն, ովքեր հրացանով են պայքարում, օրինակ ես սկսել եմ պատերազմի դաշտում լինելով կրտսեր լեյտենանտ, կապավոր, կապի աշխատող, եղել եմ միևնույն ժամանակ, ասենք, զինվորական ծառայության մեջ պատերազմի դաշտում լինելով հակաօդային պաշտպանության խորհրդատու, այդպես եղել է, բայց հիմնական իմ աշխատանքը եղել է նոր տեխնիկա, զինվորական տեխնիկա ստեղծելը եւ դա ներդնելը, եւ այն որ մինչեւ հիմա աշխատում են տեխնիկան, որի ստեղծմանը ես մասնակցել եմ, դա ինչ որ մի բանի մասին ասում է, սա զինվորական տեսակետից, այսինքն զինվորականը պարտադիր չի հրացանով լինել, ընդհակառակը, ես կարծում եմ, որ զինվորականը այժմ, ասենք Հայաստանը, եթե Հայաստանը հրացանով լինի, հաշվենք, ասենք 50-60 հազար մենք զինվոր ունենք, ինչ պետք է անի, Հայաստանը պետք է ունենա ժամանակակից զենք, իսկ այս զենքը ստեղծելու համար հարկավոր է, որպեսզի աշխատեն, ով ստեղծում է զենքը, սա մեկ։ Հիմա ինչ վերաբերում է ակադեմիկոսի, ես չգիտեմ, Դոկտորական թեզը դոկտորական ինչի մասին էր պաշտպանել եք մեկ ընդմիշտ վերջ տանք այդ հարցին։ Դոկտորական թեզը փակ է եղել, բայց վերաբերվել է դոկտորական թեզը վերաբերվել է նույնպես պաշտպանության համակարգ ստեղծելուն, որը մինչև հիմա գործում է։ Որ թվականին էր պաշտպանել։ Պաշտպանել եմ 1977 թվականին։ Լսենք մեր հեռուստատողներին, եւս 2 րոպե ունենք, 2 հարց երևի կարող են տալ, խնդրեմ։ Հա, ոչինչ, չի ստացվում, ես մի հարց էլ տամ, ես որքան հասկանում եմ, Հաջի Տաճաձե, ձեզ քաղաքականությունը առանձնապես չի հետաքրում եւ չի հուզում։ Այնուամենայնիվ դուք դարձաք ազգային ժողովի պատգամավոր, ինչու։ Ուրեմն դե չի կարելի ասել, որ քաղաքականությունը չի հետաքրում եւ չի հուզում, իմ կարծիքով այդպիսի մարդ չկա։ Դա չգիտեմ, այդ մարդը պետք է զրպատ լինի ամեն մի զգացմունքից, շատ հետաքրքրում է եւ հուզում է, բայց ինձ ավելի շատ հուզում է մեր ժողովրդի, մեր գիտնականների կեցությունը։ Այսինքն ինձ ավելի շատ հուզում է մեր հանրապետության տնտեսական դրությունը եւ ես պետք է ասեմ, որ հիմնականում դրանով էլ զբաղված եմ եղել։ Ազգային ժողովի պատգամավոր ինչու դարձաք։ Ազգային ժողովի պատգամավոր, որպեսզի կարողանամ այն հարցերը, որը վերաբերում են գիտությանը, տեխնիկային, կարողանալ ինչ-որ կերպ օգնել եւ ես հիմա տեսնում եմ, որ իսկապես դա օգնում է։ Դուք ընտրվել եք հանրապետություն բլոկով, բլոկի մեջ այն նախորդ իշխանության, ինչպես հիմա ասում են, նախորդ հանցավոր ռեժիմի օրոք եւ այդ բլոկի մեջ չեք ափսոսում, դուրս չեք եկել այդ բլոկից։ Գիտեք ինչ, ես նորից եմ կրկնում, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվել, չեմ զբաղվում եւ չեմ փոխում բլոկները։ Լսենք մեր հեռուստատողին, եթե ստացվի։ Խնդրեմ։ Հայտնի է, որ դուք Արևելյան Մարտարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ եք, ինչ կապ ունեք այդ ակադեմիայի հետ, շնորհակալություն։ Ես կարող եմ ասել, որ ամբողջ կյանքում զբաղվել եմ սպորտով եւ հիմա էլ հետաքրքրում եմ սպորտով։ Եղել եմ Սպորտի վարպետ որևէ կամ առաջին ռազրյադի որ սպորտով եք զբաղվել։ Մարմնամարզության։ Ահա։ Դժբախտաբար մարմնամարզությունը երբ փոխեցի արդեն ծանր ատլետիկայի, իհարկե այնտեղ իմ որակս ընկավ։
Պարոն Սարգսյան, շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, շատ հաճելի էր ձեզ հետ զրուցել, ես ձեզ ամենակարևոր առողջություն եմ ցանկանում եւ հաջողություն բոլոր բնակավարներում, որոնցով դուք զբաղվում եք։ Շնորհակալություն, ինձ համար շատ անակնկալ էր այս զրույցը, որովհետև ես այսօր միայն իմացա անպատրաստի, բայց շնորհակալ եմ, որ գոհ եք։ Սիրելի բարեկամներ, այդքանով այսօրվա զրույցը մեր ավարտում է, մենք անպայման կհանդիպենք վաղը, ստեսյուն։